Հիմա առաջ ոնց էր գնում էր այդ տեղ ֆիզիկապես ներկայանում էր, ասում էր, «Էս ինչ օրից, էս ինչ օր տոմս եմ ուզում, էս ինչ տեղը»։ Կարող է մի փոքր հերթ էիր կանգնում, բան, հա։ Գրում էին, բան են անում, տոմսը տալիս էին ձեռքդ, գալիս էիր։ Հիմա պիտի գնաս on-line, այդ ընկերության բանը, չգիտեմ ինչ է լրացնես, չգիտեմ ինչ հարցեր է տալիս, մի հատը սխալ արեցիր, վերջացավ, այդ ամեն ինչ պիտի նորից անես կամ ես իմ ինչ արելու։ Պիտի ստուգես ամսաթիվը, ժամը, ճիշտ ես գրել ես, ես արել, հետո ինքը ինչ-որ մի հատ անկապ բան է քեզ ուղարկում։ Դու դա պիտի նկարես, որտեղ ուրիշ ձև չկա, ձեռքդ ոչինչ չկա, հետո այդ ու սենց դառնում է մի հատ հսկա պատմություն, այմար, ես կգերադասեի, միտեղ լիներ, գնայի, այդ մարդը ինձ օգներ, այս թղթերը տար ձեռքս, ես էլ չեմ, հեռախոսս կարող է հոսանքը կորցունի, ընդհանրապես կարող է հեռախոսդ կորի, դու էլ կորում ես հետ հեռախոսդ կորա, ոչ մի ուրիշ ապացույց չունես, ոչ տոմսիդ, ոչ մի բանի վերաբերյալ։ Այդ հին ու նոր տեխնոլոգիաների բախման թեմային են գալիս, որ այդ հին արանքում էլ մարդն է մնում, էլի այդ արանքում, Եվ իսկապես Աստված մի արած է, եթե ճամփորդության մինչև ինքնաթիռ նստել է կորցրի հեռախոսը, վերջացավ։ Ոնց ես ապացուցելու, որ դու տոմս ունես կամ ես չգիտեմ, հա։ Աբսուրդ մի պահ է գալիս, էլի։ Բայց ամեն դեպքում որ Airlines-ից օգտվում եք, այդ հավելվածը որ կա, առաջինն է երևի տենց դժվար գրանցումը, հետո արդեն ավելի հեշտ է դառնում։ Չէ, տարբեր որ Airline, այս մեկ օրինակ տարբեր էր այդ ինչ որ երկու հատը տարբեր, հա։ Այսինքն connection, հա, հասկացա։ Այս ավտոբուսի բանի համար, ավտոբուսի համար օդանավականից մինչև քաղաք, պասպորտիդ համարն է ուզում, դո ես իմ Բայց իմանան ով է գալի, ով է վայրը չկատարել, ոնց է գնում։ Շատ է էլի, մի խոսքով շատ է, հա։ Եվ այն ամեն քայլին կարող ես սխալ անել։ Միտեղ սխալ արեցիր, վերջացավ արդեն։ Ամեն դեպքում այս հին ու նոր տեխնոլոգիաների բախումը, այո, անհարմարություն որոշ մարդկանց համար ստեղծում, բայց Տերենիկ վստահ եմ առաջինն է, հետո շատ ավելի հեշտ կլինի։ Դրա համար դու ասում եք միտեղ լինի, մենք լավ գործընկեր ունենք։ Ես փոխանցեմ տվյալները, գնացեք, եթե Airlines-ի հետ կապված հարց կա, ամենը A-to-Z կլուծեն։ Ինչ ունենք, լավ, աղջիկ փախցնելուց հետ ոնց եք աղջիկ փախցնելու, գանք մեր օրվա լրահոսին։ Չավարտվեց էլի, չավարտվեց։ Ընկերներ, Երևանում, Հայաստանում, լավ ասենք, աղջիկ փախցնելու դեպքը արձանագրվել է, տեսախցիկը ոնց է ֆիքսել, ոնց է դա տեղի ունեցել եւ այլն, այնը մոր ձեռքերից, այ անաստվածներ, որ հասկացանք փախցնել, բայց ամեն ինչը չափ ունի, մայրիկի հետ էր, այդ կնոջը բրտել են, գցել են հողերի մեջ, աղջկան վերցրել են 4 հոգով, բան, մի քիչ կինո էր հիշեցնում, պագոնիա, բայց ինչքան հիմար պիտի լինես էլի, որ չվախենաս հետապնդումից, էլի քրեական պատասխանատվությունից այմա։ Ինձ զարմացնում է, որ 4-ն խելքի են եղել։ Պայմանավորվել են, պլաններ են գծել երևի 4-ով, սենց կանենք, աղջկան կտանենք, դե տարեք հիմա։ Այդ 4 հոգին, ախր նույն խելքին են եղել, դրանց մեջ մեկը չի եղել, որ ասի լավ, մի րոպե, բայց սա հանցագործություն է եղբայր, հասկան չի, ասել, օքեյ, ես իմ ավտոն կտամ, այն մեկը ասել է, դե ես էլ պարկով գլխին կհագցնեմ, հա, որ չտեսնի, մյուսը ասում ձեռքերը կկապեմ, հա, այդ տրամաբանության մեջ, Ժորժ ջան, վերջացրեք։ Լրիվ աբսուրդ է։ Օրինակ ես այստեղ կա 30-ամյա մարդիկ են, էլի, ինձ պատանեկության խարդավանքը չի, որ ասեմ հորմոնալ դիսբալանս է եղել, հարցակվել է այդ խեղճ աղջիկը վրա, ասենք 30-ից մարդիկ են, ասեն հասուն տղա մարդկանց մասին է խոսքը, մեքենայով, որտեղ է մի րոպե, ասեմ, վերին դվին, Արտաշատ քաղաքի վերին դվին գյուղի բնակչուհուն առևանգել են մոր ձեռքերից, իդեպ մայր որ ասեն, բան ինձնից 2 տարի է մեծ, էլի, բայց արդեն 18-19 տարեկան աղջիկ ունի մայրը։ Աղջիկը անչափահաս է։ Չէ, աղջիկը ասում է 18 է, այսինքն չափահաս է։ Իսկ ինը 38 տարեկան է, իր մայրիկը 38 տարեկան է։ Հասկանում ես։ Աղջիկա մայրը 38 է։ Թող գնային ձեռքը խնդրեին։ Երևի չի տվե, այստեղ նկարները կա նայում ես, երևի ասել են ես այս տղուն աղջիկ չեմ տա, նկարով չեմ ուզում եզրակացության գալ,
բայց քննչական կոմիտեի հաղորդմամբ, որ ոնց հասկանում դեմ է եղել, ծնողները դեմ են եղել, աղջիկներն էլ դեմ եղել։ Եթե փոխադարձ սեր լիներ, երկուսով կփակնեին։ Էլ մոր ձեռքերից տղան եկավ գողացան տարան։ Մի քանի օր առաջ անքեն է դեպքը տեղի ունեցել, 3 չի առաջի օրը ավելի կոնկրետ, օգոստոսի 16-ին, հա, 3 օր առաջ։ Քրեական ոստիկանության ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առարկատարած անձի եւ անձանց ինքնությունը։ 30-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, ձեռնարկվում են համապատասխան գործողությունները, այլ մանրամասներ այս պահին չի հաղորդվում, բայց 35 վայրկյանանոց տեսանյութ է հրապարակված, որտեղ գալիս են ստոպերանում օրը ցերեկով եւ առևանգում են աղջկան։ Դե տեսնենք ինչ էլ պատում կունենա։ Ես կարծում եմ, որ ավելի ռոմանտիկ կլիներ, եթե սիրահար աղունիկները, չէ, սիրահար որ դեմ են ծնողները եւ իրանք փախնեն իրար հետ գնան, երջանիկ լինեն, sense բան, բայց զորով շարով իհարկե ոչ, իհարկե ոչ։ Դերենի գնանք պետհամասարան, ԵՊՀ ամբիոն։ Պետհամասարան։ Հա, վարիչը ինչեր է արել։ Ուրեմն Հայաստանի կոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, էս էլա քիչ, հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը, պատկերացնում եք, Հայաստանի Հանրապետության պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը իր իշխանական եւ ծառայական լիազորություններն օգտագործելով ստացել է կաշառք։ Մասնավորապես պարզել է, որ ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունը օգտագործելու եղանակով, ազդեցություն օգտագործելով, էլի օգտագործել եղանակովը որն է, քաղաքացու օգտին գործողություն կատարելու այն է։ Վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելություն անխոչնդոտ ապահովելու նպատակով նրա ազգականից պահանջել է նախ $5,000 ամերիկյան դոլար, այնուհետև սակարկության արդյունքում բարիշել են, այսպես ասած, 4,000 Միացյալ Նահանգների դոլար կաշառք։ Նկարն է նայում, ես այնքան ինտելիգենտ մարդու տպավորություն է թողնում։ Հենց է դա, այո։ Ինչպես կարող էր նա, չէ որ նա կրթություն դարպասներ։ Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչը, հայ ժողովրդի պատմության եղբայր ուրիշ բան էլ չի էլի, հա։ Բայց ախր գինը $5,000 որ ընդունվի երեխեն, հա, պատկերացնում եք էդի։ Բայց մեր մեջ ասած էժան թիվ է, ասել, լավ դիլ է արել։ Որովհետև ըստ տեղեկությունների շատ մեծ գումարներ է պատտվում, տասնյակ 10 եւ ավել $1,000 մասին է խոսվել, որ պատտվել է համենայն դեպս այն ժամանակները, որ ես եմ իմացել, որ տենց բաներ կա, եւ էլի բանը Բրյուսովի համալսարանի էլի մարդկանց չէ, բերման ենթարկեցին այս գործերով, այնց որ ԵՊՀ 5,000 որ դիլա տվեք կարճ ասած։ Արի, ես կդասավորեմ, կամ այստեղ որ ասում։ Սրանից լավ ոչ մեկը քեզ չի անի, հա։ Մեր երեխեն ես կնայենք, ձեռի տակը մեծանա, սազից ջան։ Ուրիշ մարդ չեք, մենք ուրիշներից 7-8,000 ենք վերցնում։ Հաստատ, դու հարազատ ես։ Մեր հարազատն է, հարցերը ամենը կլուծենք։ Դե սա հակակոռուպցիոն կոմիտեն գործառույթներ իրականացրել է եւ անգամ ձայնագրություն, աուդիո ձայնագրություն է հրապարակված։ Կից գաղտնալսել են ոնց որ քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Ցանկացած բնակավար էս ոլորտն է։ Այս բնական։ Դե ասում ես մի քանի հոգի տենց ընդունի, արդեն ապահովված մարդ է դառնում ինքը էլի։ Բնական է, որ այնտեղ ուրիշին էլ պիտի տա, մենակս ամբողջը չի կարող անել, հա։ Բայց դե գիտես ինչ բախ կա, այս մարդիկ վստահ եմ ժամանակին իրանք են, չէ, կաշառքով ընտրվեց, պաշտոնները ծախել են, էս են արեն է, դե պիտի տեղը հանի թե չէ։ Այս մյուս կոռուպցիան այդպես է, էլի փոխկապակցված է, ամեն բնակավար իրար փոխկապակցված, հենց գնում է ցավալի։ Ես պատմել եմ այդ ստուդիան, որ աշխատում էինք, մի հատ ընկեր ունեի, աշխատանքային ընկեր էր, ինքը զբաղվում էր քննություն, ուրիշի փոխարեն քննություն տալով։ Բան, պոլիտեխնիկի քննություն, չգիտեմ, ֆիզիկա թե ինչ էր տալիս, հա։ Փողը վերցնում է, գնում է, իբր թե ինքը այդ մարդն է, քննությունը ստանում է, գալիս է։ Մի օր էլ ասում է գնացի էլի ուրիշի տեղը քննություն տալու,
Մենք տեսնեմ քննություն վերցնողը, ով որ պիտի վերցնի, այն մարդն է, որին ես եմ քննությունը տվել, որը թողի։ Դե վերջացավ։ Պատկասում ինձ որ տեսավ քարացավ ասում, ասեց որ 4 տնեմ լավ ասում, ասում 4 Բա ինչ եք ուզում, այդ շղթան շարունակվում է, էլի։ Լավագույն ավանդույթները շարունակվում են։ Մասնագետները, մեր ինչ մասնագետ, ինչի մասնագետ, ինչ մասնագետ։ Այդ մասնագետներն էլ դա գալիս են պետական համակարգ, մնացած բնակավարները եւ դառնում այն, ինչ դառնում է։ Այսօր ազգային ժողովի խայտարակությունը տեսակ, այդ էլի իրավիճակը լարվեց, էլի այնտեղ Ալեքսանդրյան ուժայիներին կանչեց, Ղազանյանին որ հանեն դուրս, ամեն բառից հետո ռեպլիկներ, ամեն բառից հետո մեկնաբանություն է սա։ Հա, բայց մինչև այնտեղ գնալը ուզում եմ այդ կոռուպցիայի մասին Միացյալ Նահանգներում խոսել, Միացյալ Նահանգներում որտեղ ունենում։ Երևի մի տարի առաջ է շատ մեծ մի հատ կոռուպցիոն այդ բան բացվեց։ Ուրեմն դե այստեղ էլ կան հայտնի համալսարաններ, որ շատ ծնողներ ու իրանց երեխան պիտի միայն այնտեղ սովորի, եւ չեն անցնում իրենց գնահատականներով, բաներով, դիմում են ինչի, ուրեմն այդ սպորտային բաները կան, չէ՞։ Ներողություն։ Կոլեջ սպորտերը եւ այլն, ուրեմն այդ սպորտային այդ բաները, այդ որ հավաքագրում է, այնտեղից շատ հեշտ է ընդունել, ասում են, այսինչ սպորտի բան ունի, տաղանդ ունի, եւ ավելի հեշտանում է ընդունելու բաները, ու եկա մեծ գումարներ են տալիս այդ սպորտային այդ բաժնին համալսարանի, որ ինքը ասում ասենք այս երեխան լավ տենիս խաղացող է, պետք է բան անենք ու ընդունում են։ Բացվեց քանի հոգու տենց ռպակալեցին մեծ պատմություն է, այսինքն այստեղ էլ կա, բայց ուրիշ մակարդակի վրա է, էլի լրիվ այնտեղ ուրիշ։ Մակարդակներից թեթևանցում պայթյունների ընկերներ, այսօր Գյումրիում պայթյուն է եղել, փոքրիկ պայթյուն, բայց ամեն դեպքում Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մադոյան փողոցի տներից մեկում պայթյունի ձայներ է, արտահոսք էլի ընկերներ, արտահոսք էս գազի բալոնները, որոնք գլխացավանք են, շատ վտանգավոր բան էս գազի բալոնները, բայց դե մարդիկ ինչ անեն, բնական գազ երևի չեն կարացի անցկացնեն, չունեն, ֆինանսա էս այն այնա, 40 քառակուսի մետր հատվածով տան մակերես պայթել է, մի քաղաքացի հոսպիտալացվել է, այս պահին բժիշկները ասում են կյանքին վտանգ չի սպառնում, բայց բարեբախտաբար այսպես է ավարտվել, կարող լիներ շատ ավելի վատ զարգացման, այնպես որ եւս մեկ անգամ կապ չունի, որտեղ ենք ապրում, ինչ ենք անում, այդ բաներից զգուշ լինենք, հրդեհավտանգ իրավիճակներից փորձանքից հեռու։ Մենք այդ բանը չունենք։ Նույնը վերաբերվում է գազի, նույնը վերաբերվում է էլեկտրականությանը։ Ես այս վերջերս էլ որ Հայաստանում էի, պատժեզներ կա մտնում ես այդ լարերը բաց էլեկտրական այ մարդը, դե միացած իրար։ Ոնց կարելի է այդպես։ Դե ինչ պետք է լինի այ մարդը, պետք է բանան, այդպես երեխա է մահանում, հազար մի բան ա լինում։ Այդ անվտանգության կանոնները լրիվ արհամարված են մեզ։ Ամեն մեկն էլ անպայման պետք է ասենք, որ ձեռակերտ մեկը դեպի ավտոտնակ կա մի հատ գիծ քաշել, մեկը շենքից, այտենց լիքը լվացքի բանը, ես օրինակ հենց մեկը մեր շենքում, մենք 1000 անգամ պատուանից տվեց, 1000 տենց դեպք կա, դեպի ինչ որ տարբեր ուղղությամբ լվացքի պարաններին զուգահեռ հոսանքի գծեր ա քաշած։ Այդ անելու բան չի անում։ Ու իդեպ քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրում եմ, այդ արդեն իրանց մասն է, այս եթե անհատներն են արել, վատ են արել, պիտի պատասխան կրեն, բայց բանում, այս ինտերնետ լարեր, մալուխներ, բաներ, որ շենքերը անցկացնում են, ամեն մեկը պրովայդեր է, ինչ որ գալիս է, բանանում, պիտի մի հատ նային ոնց են անցկացնում, էլի այդ լարերը։ Ասենք մուտքի 4-րդ հարգից ուղղակի գցեն դրսով, մի հատ սենց է գիծ իջնում, մի հատ սենց կգնա բան, շենքերը դարձնում են անճոռ մյունես չի, որ մի հալի ենք, կներեք էլի մեր վիճակներն է վիճակ չի, բայց այդ անկարգ անցկացնելու մալուխների վերջը պիտի տրվի, պիտի այդ որ կամփանին է անցկացնում, պիտի պատասխան կրի նորմալ անցկացնելու համար։ Մանավանդ հոսանքը, ես չեմ պատկերացնում այստեղ մեկը ինչ որ հոսանքը իր ուզածով բանից քաշի, ես չեմ տեսել տենց բան էլ, ով գիտի իրան ինչ պատիժ ա հասնում, որտեվ շատ վտանգավոր բան է, մանավանդ հոսանքի հետ։ Բռնությունից քանի որ նաև խոսք եղավ, դուք տեսաք որ Աննա Հակոբյանը
անդիմադիրների ֆրակցիաների ղեկավարներին կանչել էր։ Երեք այդ մասին հերոստատեսությամբ երկար խոսեցին։ Այսօր դե մերժեցին։ Ես ասեցի դա տեղի չի, իհարկե պիտի մերժեն։ Ինչ պիտի անդիմությունը հեսա մի հարվածով ամբողջ անդիմությանը ինքը բախտելու է կամ համոզելու է, լավ էլի։ Իհարկե։ Այման քաղաքականությամբ մի զբաղվեք էլի, տիկին առաջին տիկիններ ամբողջ աշխարհի դիմում եմ ձեզ։ Դե վարդ աճեցրեք, եսի ինչ արեք, հա, լավ կարդացեք, ուսումել, սովորել է, բան է, մոդայիկ է, բայց մի մտեք քաղաքականության մեջ էլի։ Ախր գիտեք ինչ կա, այստեղ հասարակ մի բան կա։ Ժողովուրդը չի ընտրում առաջին տիկինին, հասկացեք չի։ Ժողովուրդը ընտրում է երկրի ղեկավարին, հա։ Դուք ժողովրդի ձայնը չունեք, որ մտնեք սկսեք ինչ որ բաներ ունել, դա հասկացեք էլի, չունեք ամբողջ արգանքով, ամբողջ սիրով անգամ, բայց դուք ընտրյալ բաներ չեք, ժողովրդի ներկայացուցիչ չեք, դուք ընդամենը ընտրյալ ներկայացուցիչ կողակիցն եք։ Որին նա է ընտրելա նա, այսինքն ով որ ընտրելա իր կյանքի համար է ընտրել, ոչ թե ժողովրդի, էլի։ Անդիմությանը հրավիրում է։ Էնել էս անդիմությանը հրավիրել կլինի, էս անդիմության հետ ազգային ժողովում ընտրվածներով իրար հետ չեք կարող խոսալ։ Չեն կարող իրար, դու ինչ ես ոնց ես պատկերացնում դա էլի։ Դե մերժումը եղավ այսօր թե Նարեկ Կարապետյանը։ Գիտեք ինչա դա, ես էլ ասեմ, հա, այդ ես բան եմ անում, գնալով համոզում եմ, որ իրականությունից կտրված է տրամաբանություն, էլի, նստել տունը մտա, դե հիմա կանչեմ, սրան կանչեմ, այս հարցերը բան, մի անգամ չի աշխատում այդպես, չի աշխատում, հարգարժան առաջին տիկին, չի աշխատում, թողեք այդ ամեն ինչ, էլի, չգիտեմ, հա, դե հիմա հաստացի, մենք ու լավ էլ ասել էր, մի րոպե ոնց էր հեսա, հա, հեսա, ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը եւ Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը մերժել են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպան առաջարկը։ Նման ցանկություն մեր խմբակցությունը չունի, ասել են Նարեկը։ Շատ կարճ։ Դե չունեք ցանկություն, այո, զորով չի։ Աննա Գրիգորյանը եւս նշել է, որ ինքը Աննա Հակոբյանի հետ չի հանդիպելու։ Այդքան բան։ Էս էր ուզում։ Շնորհակալություն։ Ազգային ժողովից շատ չհեռանալով ուժեղ Հայաստան խմբակցության Արցախից եկած Արեգա Հովսեփյանի ամբիոնից արած հայտարարությունը լսեցիք այսօր, որ ասում է հիբրիդային պատերազմին ինքը կողմ է Հայաստանի հանդեպ տարվող հիբրիդային պատերազմին։ Հերիք չի որ ասում կողմ, ասես լավ դե իմ աղջիկա բան չի տեսե, չի հասկանում ինչ ասում։ Բան ասել է, էլի հիմա հասկանում է, չէ, մանրամասնում է, ասա բացատրեմ ինչով է պետք հիբրիդային պատերազմը։ Իդեպ ասեմ, ովքեր չգիտեն հիբրիդային պատերազմը, այս Ռուսաստանի օրինակը վառ ապացույցն է հիբրիդային պատերազմի, որ ասենք մի պետություն միջամտում է մյուս պետության ու ամբողջ իր ֆինանսական, օլիգարխիկ, բոլոր լծակները, մեդիա տերորը, պրոպագանդիստներին օգտագործում է մի պետության դեմ խանդելու համար։ Բացի կրակելուց զենքով ամեն ինչ մնացած է անում, մենակ չի կրակում, տանկերով չի հարձակվում։ Հիմա այս մեր տիկինը Արեգա Հովսեփյանը Ազգային ժողովի իդեպ տեխնացու են իրան առաջադրել, այս խելքով ես իհարկե զարմանում եմ, բայց Հայաստանի ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ են առաջադրել, որ լինի, ասում եմ ես կողմ եմ Հայաստանում հիբրիդային պատերազմ որ լինի եւ շարունակվի, որովհետեւ դա ասում եմ բան է բերում, բալանսի է բերում մեդիա դաշտը, բալանսի է բերում սոցիալական բաները, ես ես լսում եմ, եթե չի հավատում, ես չի հավատում, որովհետեւ ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը հիբրիդային պատերազմերին դեմ է եւ պետությունները իրենց սուվերենությունը պաշտպանելու համար քայլեր են ձեռնարկում կանխելու այդ հիբրիդային պատերազմները։ Իսկ մեր խելոքները ասում են, մենք կողմ ենք, Արցախի բարբարով էլ ամբիոնից անպայման պիտի խոսի դիմի իր հայրենակիցներին, օքեյ, լավ է, մեր բարբարն է, բան չունեմ ասելու, բայց դրա մեջ ինքան խորհրդանշական պահ կա, ժողովուրդ ջան, որ իրանք երևի չեն էլ պատկերացնում։ Ովքեր որ ասենք հիմա Նարեկ Կարապետյանը կամ մյուս ովը պայմանավորված է եղել, չէ՞ որ գնա ամբիոն խոսա։ Հիմա իրանք չեն մտածել այտենց բան, որ մանավանդ երբ որ սա ասում Արցախի ներկայացուցիչը, որ հիբրիդային պատերազմի կողմ է, եւ այն ֆրակցիայից, որին մեղադրում են նաեւ հիբրիդային պատերազմի զենք լինելու մեջ, դա դու չեք մտածում, դու շատ ավելի վատ բան եք անում, կարճ ասած։ Երևի չեն մտածում, չգիտեմ։ Եվ նորից ազգային ժողովից 4-շաբթի լարված իրավիճակ է ստեղծվել ազգային ժողովում
Այն բանից հետո երբ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը կարգապահական տուժ հայտարարեց ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Դավիթ Ղազարյանի նկատմամբ, Տիգրան Աբրամյան, ձեզ հայտնում եմ նախազգուշացում, падգամավոր Դավիթ Ղազարյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական տուժ, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, հայտնել է Ալեքսանյանը, այնուհետև հավելեց, որ վերջինս զրկվում է այսօր ազգային ժողովի նիստերին մասնակցելու իրավունքից։ Պարոն Ղազարյան, տեղից այլևս չխոսեք, ձեր խմբակցության նիստը չէ սա, ձեզ պահեք կարգ ու կանոնով, դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազարյան, խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատիչները մոտենան եւ պարոն Ղազարյանին ուղեկցեն դուրս, լավ ինքն է դուրս գալիս, թող դուրս գա, ասել է փոխոսնակը, ի նշան բողոքի Դավիթ Ղազարյանը եւ ուժեղ Հայաստան խմբակցության մյուս բոլոր անդամները լքեցին դահլիճը, այստեղ ծափահարություն էր, կեցե մեր ազգային ժողովը ու մեր շատ բաց սկսվել, ես այս չէի պատկերացնում, հենց գլխից միանգամից կտրեցին, էլի, բանը, ես կարծում եի գոնե այնքան տակտիկա կունենա, ստրատեգիա կունենան, որ սկզբից մի քիչ sense բարի փափուկ հրեշտակներ կխաղանք, մի քիչ sense լավ կլինի, հետո նոր դեմքներություն, չէ, միանգամից եղբայր Էսենք մենք, հոսենք մենք եւ սրա համար ենք մենք։ Այդ Նարեկը որ ասեց, այո, ընդունում եմ, որ խախտել է բարևարքի բաները, հեսա բանոսյանը հնարավոր է sense բան։ Այս ինչ լավ սկիզբ է, էլ ինչ որ բան ընդունեցին։ Բարձում է որ Եվ ոչ ոք ներողություն խնդրել չի էլ պատրաստվում։ Ինչ ներողություն, մերոնք ուր ներողություն խնդրելու ուր ինչի մասն է խոսքը, չէ, ծանր։ Գանք լավ, մի քիչ Միացյալ Նահանգների հարցերին 3 օրով Կանադայի նկատմամբ այս մաքսատուրքերը պարոն Տրամպը չեղարկում է, չէ՞։ Չէ, փաստաթուղթ են ստորագրելու։ Այս կապիկությունը երբ է վերջանալու։ Իսկականից եմ ասում, էլի։ Ինչ է, նա ես դադարեցի, եսով եմ սկսում, այսինքն ոչ թե Միացյալ Նահանգները, այլ ինքը ես դադարեցրել եմ Կանադայի դեմ ուղղված 50% մաքսատուրքերը։ Այս մասին հայտնել է նախագահ Տրամպը։ Ես դադարեցրել եմ Կանադայի դեմ 50%, որոնք նախատեսված էին ուժի մեջ մտնել վաղ առավոտյան, 3 օր ժամանակով, այն հիմքով, որ Կանադան եւ Միացյալ Նահանգները փաստաթղթերի վերջնական տեքստի բերելու պես գործարք ունենան, որը ինչ-որ մեծ խողովակաշարը, որը վաղուց սպանել էր քնկոտ Ջո Բայդենը, կարող է արթնանալ գերեզմանից գրել է պարոն։ Այսօր քնկոտ ասում Ջո Բայդենին, այս վերջերս պակասը չի, ինքն պակասը։ Անվտանգության խորհրդի նիստը հրավիրում ու քնում է ինքը։ Ու գիտեք ոնց, լավ քնում է, էլի, ես մի վարքյան աչքը չի կպնում, վիզը դու գալիս է որ sense խելոք նստում է բան, դեռ բան մեկը խոսում է, մինչև մյուսը խոսում է, ինքը մի 2 րոպե աչքը փորձում է կպցնել։ Եվ գիտեք ինչն է այդ արքի, այս բաները շատ կան, որ իրան հետևում են, էլի։ Մինչև առավոտվա 3-4-ը ինքը այդ սոցցանցերում ինչ որ անկապ բաներ ա դնում, չի քնում։ Ասեն ինքը իր ձեռով գրում դնում, հա, իշխում ասա։ Ինքը իր ձեռով է գրում դնում այդ ամենը։ Այո, չէ, ինքը ասում է սարքում են այնտեղ մեծ մասը բան են, էլի AI-ով սարքած պատկերներ են։ Թե չեք տեսել զարմանալի, հավատալի չի գալի մարդու։ Մեկ ինքը բժիշկի շորում բուժում է, մեկ ինչևից է։ Թրամփը լրացուցիչ 50% ներմուծան մաքսատուրք սահմանել կանադական արտադրանքի վրա, ի պատասխան դիմա էլ ասում է, չէ, հետ եմ անում։ Վաղ էլի կասի, ես չգիտեմ, ուրա գնալու է։ Չգիտենք ուրա գնալու, բայց մանկամատությունը էլի 50 դնում եմ 50 հանում եմ վաղ են էլ Կանադայի մարդ ինչ եք ուզում Կանադայից մեր հարևանն է խելոք ժողովուրդ են ոչ մի դեմ չեմ պատերազմում ոչ մի բան չեն անում ինչ եք ուզում այմա Կանադա ֆանտաստիկ երկիր է ֆանտաստիկ էլի այո ես չեմ անում պատմության մեջ պատերազմ մղելա չկարծեմ ես չեմ գիտեմ որ որևէ պատերազմի մասնակից լինի Կանադան Խելոք իր համար, իր հյուսիսում Ոչ հարցեր ունի, ոչ, հա, ֆրանսերեն ու իրոք զարմանալիորեն երկու ինքը արտացոլանքն է, էլի, այդ իմպերիալիզմի բեկորների, այսինքն մի կողմը Ֆրանսիա, մի կողմը Անգլիա, հա, ու երկուսով կարողանում են, ասենք Քվեբեկ շրջանը ամբողջությամբ ֆրանկաֆոն ու պահպանում են, էլի, իրենց այդ նորմալ հարաբերությունները, Անգլիայի թագը ճանաչում է որպես, հա, միապետությունը ճանաչում են, գումարների վրա թագուհիներն են պատկերած եւ
այդպես, հա չեն ասում, մեզ կեղեքեցին, մեզ սպանարեցին, անգլիական սապոկը, բան չէ, օգուտը դու այդ պետք է ճկուն են էլի շատ, հա, խելոք են։ Հա։ Իդեպ կանադացիք համարվում են աշխարհի ամենաշատ ներողություն հայցող գլուխը ավելի ինչ որ խնդիրների մեջ չմխրճող ժողովուրդ է, էլի, որ մի ասորի ասում են, անցնում գնում են եւ փրկում են իրավիճակը, այլ ոչ թե Ճիշտ Թրամփի նման, Թրամփն էլ է այդպես, հաստատ։ Ներողություն խնդրեմ։ Այսօր, ուրեմն, ոստիկանները ուժեղացված գործողությունների արդյունքում ես էի ասելու, որ հանրային անվտանգության սպառնացող ցանկացած դրսևորում շարունակում է արժանանալ ներքին գործերի նախարարության հասցեական արձագանքին։ Ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են համայնքային ոստիկանական տարածքների բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված եւ հանցավոր հակումներ ունեցող շուրջ 266 անձ։ Այսինքն ուղիչ չի փաստորեն, որ ասում են ուղիչ գաղութ, հեչ էլ չի ուղում, եթե 266-ը նախկինում դատապարտված են եղել, դուրս են եկել կրկին հանցանքի ճանապարհն են վերցրել, ուրեմն հարցեր կան։ Ինձ թվում է ոչ թե չի ուղում, ավելի ապչացնում գնացող մեծ մասին էլի։ Դե մեր հասարակության մեջ նստած հելած անձնավորությունը շատ հարգված, ավելի հարգված համարվում է, որ ինքը լավ է, հիմա տենց է։ Բա նոր sense դե հուսամ սխալվում եմ, բայց չգիտեմ այս պատմությունները։ Ռուս-ուկրաինական գերիների փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստան-Ուկրաինա ասում էին մոբիլիզացիա, տեսակ վերջին մի հատ խնձոր յաբլկա կուսակցություն կար, որի շուրջ համախմբվում էին ընդդիմախոսները, փակեց, դատարանով վերջացավ։ Այսօր մեր ընդդիմությունը մարդու իրավունքներից է խոսում։ Չէ, մի հատ նայեք, էլի մի հատ նայեք Ռուսաստան ինչ է կատարում մարդու իրավունքների համար։ Չկա բացարձակապես չկա։ Ռուսաստանը Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է 103 ռուս զինծառայողի, փոխարենը հանձնել է Ուկրաինայի զինված ուժերի ևս 103 ռազմագերի։ Այս մասին 10-ն է գրում, այսօր է դեպքը տեղի ունեցել Կիևյան վարչակարգի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 103 ռուս զինծառայող եւ Ուկրաինայի 103 ռազմագերի փոխանակում հավասար քանակով բարեկամներ։ Այս Նազարբայևը շատ հետաքրքիր պատմություն է այս Նազարբայևի պատմությունը։ Ուրեմն Նազարբայևը թագավոր էր, ես ասեմ որ թվից 19 թվից մինչև 1990 թվականից մինչև 2019 թվականի երկրի ղեկավարներ ու թագավորից բետար կայսր էր։ Իր արձաններն էին դնում, մայրաքաղաքը իր անունով կոչեցին։ Ամեն ինչ կար չկար։ Ինչ որ հնարավոր էր։ Հետո տեսա որ ժամանակն եկավ, ասեց լավ, այս բանը խելոք տղա է երևում, բանը նոր ինչ էր անունը Ջոմարտը, հա։ Ու բան արեց, ինքը իրեն վերագրեց շատ մեծ արտոնություններ, աղջկաներ նշանակել չեմ հիշում ազգային ժողովի նախագահի նման մի բան տենց պաշտոնում, կարծելով որ ինքը թոշակյա, բայց ենթարկվելու ամեն ինչը իրան, իսկ կամած Ջոմարտը իր ձեռքից սկսեց սաղ վերցնել։ Հիմա Ղազախստանի առաջին նախագահ Նոր Սուլթան Նազարբայևը զրկվել է օրենսդրորեն ամրագրված եւս մեկ արտոնություն։ Հերթով ձեռից վերցրեց Տոկաևը։ Արտաքին քաղաքական հարցերին վերաբերող նախաձեռնություններով հանդես գալու իրավունքից։ Դա են վկայում Ղազախստանի արտաքին քաղաքականության 2020-30 թվականների հայեցակարգ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ստորագրվել են երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի կողմից։ Կամած բոլոր այդ թելերս կտրեց։ 1990-ից 19 թվականներին երկիրը ղեկավարած Նազարբայևը նախկինում Ղազախստանի առաջին նախագահի մասին օրենքի համաձայն մի շարք ցմահ արտոնություններ, այսինքն չէ մեռնել է, էլի, արտոնությունները օժտված, այդ թվում Ղազախստանի ժողովրդին արտաքին հարաբերությունների վերաբերյալ հարցերով ուղղակիորեն դիմելու իրավունքով։ Էդ էլ կորցրիր։ Նոր քանի տարեկան այդ անաստված է էլի, ամոթել է, հա կշտացեք, ապրեք, միլիարդ հատերեք, չէ, մինչև վերջ պիտի բան։ Այմարդ կանգնի ասա 90-ից, հələ սովետի թվերը չենք հաշվում, բան փաստորեն, 90-ից 19 թիվ։
ինչքան կարելի է, Այդ 29 տարի անում, դե այն ժամանակ էլ առաջի քարտուղարներ էլի թագավորներ եկել։ 3 տասնամյակ, ամեն ինչ ունեք, բան, ասեք Ժորժ ջան, էս եմ արել, սենց է եղել, ճգնաժամից եմ փորձել հանեմ, սենցա, փառքով պատով ճանապարհի գնա, չէ, մայրաքաղաքը իմ անունով պիտի լինի, եղբայր, ոնց թե, օդանավակայանը իմ անունով պիտի լինի, փողոցը իմ անունով, մյուսը, փողերի վրա։ Հիմա նույն բանը Թրամփը չի անում, Թրամփը նույն բանը անում։ Դե Թրամփը գոնե Միացյալ Նահանգները այնքան է իրան սահմանափակում, ինքը կարա շատ բան ասի, բայց չի լինի տենց։ Մենք ինքը Kennedy Center-ը, Kennedy անվան, առաջ դրեց Trump Kennedy Center։ Դատարանը հանել տվեց, հանեցին հիմա էլի բանը անում, դատարաններու պայքարն որ չէ իմանում։ Բայց Ամերիկան այն երկիրն է, որ դատարանը ստոպ անող կա, էլի մի ինստիտուտ։ Այդ երկիրներ, բայց քիչ արդեն դառնում է ավելի Ղազախստանի նման է դառնում։ Մի խոսքով։ Իսկապես, գիտեք ինչա այս դեմոկրատիան կոչվածը ամեն օր պահելու մի բան է, ոնց որ երջանկությունը։ Այն ջուրը ոնց է ավազը մատների տարանքից կգնա ու չես էլ հասկացա, երբ դեմոկրատիկ երկիրը դարձավ թագավորություն միանձնյա։ Շատ այդ հարցը շատ վտանգավոր է, ես չգիտեմ։ Ես մի անգամ կարդացի էլի շատ տրամաբանական է, ասում է էգոնը մարդու էգոն կշտանալ չունի։ Որ միած սկսեցիր էգոտ կերակրել, տես իմ ասում ես Ղազախստանի 30 տարի է կապ չունի։ Քիչ ստանում է էգո կոչવા։ Պետք է անընդհատ ուտի, պետք է անընդհատ այն բանի հրեշի նման, որ ինչքան ուտում մեծանում ախորժակը մեծանում, այնքան շատ պետք է ուտի, որ պահի իր այդ հրեշային մարմինն ու այդ ամբիցիաները իր։ Չեն կանգնի այս մարդիկ։ Է ամբողջ պատմության մեջ նայեք, որ մեկն է Նապոլեոնն էր կանգնել, ինչ էր ուզում։ Աստուծո պատիժ էր ուզում։ Նապոլեոնի առումով այդ լրիվ ֆանտաստիկ է, էլի, Սա Եվրոպան քոններ, ախպերը թակավոր դրեցիր Իսպանիայի, էլ ինչ էր ուզում։ Ապրելի չէ, չէ, պետք է կերակրի այդ էգոն։ Վտանգներից որ խոսեցինք, մի հատ վտանգավոր դեպք տեղի ունեցավ ժամեր առաջ Կոտայքի մարզում, այն վերամբարձ կռունկները կա, դե իդեպ Կոտայքում էլ ակտիվ շինարարություն է, շենքեր են սարքում, բան ճոպան ընկերներ պոկվել է, իր զամբյուղով բանով նոր հաճեն քաղաքում շինարարական աշխատանքներ իրականացման ընթացքում ավտոկռունկի ճոպանը պոկվել է, ընկել է զամբյուղով, քաղաքացի է մնացել տակը, ըստ նախնական տվյալների կա 2 զոհ, մեկ անստացել է մարմնական վնասվածք, այլ տեղեկություններ այս բանին չեն հաղորդում, կից գրված է, որ պարզվել է, որ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում զամբյուղը, որի մեջ եղել է այդ բանը, ինչ որ շինման նյութերը, բարձրացնելիս է եղել է ճոպանը պոկվել է, զամբյուղը արդյունքում ընկել է։ Կանետարքիր այդ անվտանգության նորմերը մեզ մոտ ոնց է պահպանվում, ով է վերահսկում։ Ես պետք է հարցնեի, ով է վերջի անգամ ստուգել, թե ճոպանները կարգին վիճակում են, թե կարգին վիճակ չի, ով է ստուգել։ Իսկ դրա պետք է լինի մեկը դրան պատասխանատու, որ որոշ ժամանակը մեկ նայի, որ նման բան տեղի չունենա։ Ստուգի ճոպանը ինչ է, աշխատում ենք։ Այսքան տարի ոչ չի բողվի, հիմա 100 տարի է, հա ինչ է լավ, հիմա պետք է լինի բան, ու այդպես մարդիկ են մահանում։ Չէ, ընդհանրապես այս վերամբարձ կռունկների ձևը, գույնը, ժանգոտած վիճակը, որ տեսնես ոնց է լինում, ոչ ամենտեղ, բայց շատ հաճախ աչքան ծակում, զարմանում ես, էլի ասում ես, բան չի լինի, գնացեք աշխատեք։ Այդ բաները, քար տանող այդ մեքենաները, այն 70-ականների զիլերը կային արջի մռութով, այսօր մեկը տենց էս ստադիոնի Աթենքի փողոցներս, կոնյակի գործարանի մոտ, դիմացը սնգած, տրաֆիկա 4 կոմա, մեր փողոցները նեղա, ոչ շրջանց, ոչ վազանց, չես կարող իրականացնել, տենց գնում է տուֆերը մեջը շարած, մի քիչ ավել բարձր լինի, այդ տուֆերը կարող է թափեն ուղղակի ամբողջ երթևեկությամբ մեքենաների վրա եւ այլն։ Հա, գիտես ինչ է ուզում հարցնել։ Ապա այս առաջ որ Սևան էին գնում, այդ տրասան շամպանսկու գործարան էին ասում, դրա կողքով էր անցնում։ Այո, հիմա բա ոնց։ Հա։ Այո, իհարկե։ Էլի շամպանսկ են արտադրում։ Այո, Երևանի շամպան գիների գործարան։ Շատ լավ։ Ես հետարքիր է, այստեղ չեմ տեսել հայկական շամպայն։ Բան եմ տեսել, սովետսկե շամպանսկե դրանից կա, այդ է։ Հայկական խանութներում կա, չէ, հայկական գրության բան կա, չէ, 1000 անգամ առել եմ։ Չեմ հանդիպել։ Հայկական խանութներում հաստատ կա։ Նայեք, գիտեք, որ սովորաբար ներքևներն են դնում են ամենաչերևացող տեղերը։ Նայեք, հաստատ կա։
ոնց որ հայկական շամպայն։ Իհարկե ամբողջ սովետական միությունը 750 միլիոն ժողովուրդ մի տեսակ շամպանսկի էր խմում, սովետսկե շամպանսկե։ Դա բան բրուտ կար, մի քանի, բայց այդ մի գերությանն էր էլի։ Թող լավ առիթներ լինեն ընկերներ, անպայման բացենք շամպայնը եւ միասին վայելենք ու բարձր տրամադրություն ունենանք։ Ես այստեղ մի հոդված եմ կարդում, ընդդիմության կայքն եմ մտել, միայն իշխանական սորսերից չենք, չէ, օգտվում ընդդիմության կարկառուն կայքում ռուսական Սպուտնիկ Արմենիայի հետ այսօր հարցազրույց է տվել ոմն փորձագետ, ազգանուն հետաքրքիր Շկոլնիկով, աշակերտյան, հա, Անդրեյ Շկոլնիկովը, այնտես ինչ է ասել, ու մենակ սա ընդդիմության կայքում կտեսնես, նայ։ Դբրոցականյան։ Այո։ Թրամփի ուղի նախագիծը ժամանակակից աշխարհքաղաքական իրողության մեջ կորցնում է իր նշանակությունը, այլևս հետաքրքրություն չի ներկայացնում եւ այս նախագիծը պարզապես իմաստ չունի։ Պատկերացնում ես։ Ամբողջ տարածաշրջանի երկրներով արդեն սա խառնվել են իրար, մի օր շուտ ուզում են բացեն, տեսնեն ինչ կլինի բան, այս մեր Շկոլնիկովը Սպուտնիկ Արմենիայի եթերում հայտարարում է Թրամփի ուղի նախագիծը ժամանակակից աշխարհքաղաքական իրողություններում կորցրել է գործնական նշանակությունը, հետաքրքրություն իրանից չի ներկայացնում եւ այս նախագիծը պարզապես իմաստ չունի։ Դե գնացեք մտածեք հարգելի բարեկամներ։ Բերում են միլիոններ են դնում, լավ, մենք մեր համար հասկացանք, լավ, մենք զոհ ենք, ինչպես ցույց են տալիս ռուսական պրոպագանդիստները եւ մեր որոշ իշխանական բաներ, մենք զոհ ենք, մեզ խաբեցին, մեզ էսպը։ Բա ամերիկան բերում է միլիոններ է դնում, բա ամերիկան ուզում է հարավային Կովկասում ոդկ դնի, բա ո՞նց մտնի, բա իրանք այդքան բան չեն հասկանում, Շկոլնիկովը պիտի գա ասի անիմաստ նախագիծ ասա, հա։ Չէ, մանկամտություն է էլի։ Եվ գնալով անցնում են ավելի ուղակի բաներով, էլի տենց, էսի վատա, էսի լավա, էսի վավայա, էսի ձեզ չի կարելի, էսի կարելի է։ Էլ նեղությունը չեն քաշում, բացատրել, բան անեն, այսինքն ինչու կամ ոնց եւ այլն եւ այլն։ Ուկրաինայում էլի կաշառակիրություն այմար, այդ պատերազմական վիճակում էլի։ Այ։ Ուրեմն հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայում բացահայտվել է հանցավոր մի կազմակերպություն, որի անդամներն են հանդիսանում գործող եւ նախկին մի շարք падգամավորներ, ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ինտերֆաքս Ուկրաինա գործակալությունը վկայակոչելով կարևոր չի Գերագույն Ռադայի падգամավորին հաղորդում է, որ վաղ առավոտից խուզարկություններ են ընթանում նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդարայրայի բնակարանում։ Կիևում լույս տեսնող ձեռքը լնիձել պարբերական տեղեկություններով գործով անցնում են նաև Ուկրաինայի արդարադատության նախարարության մի շարք պաշտոնյաներ, հա։ Ախր այնտեղ էլ սովետական համակարգով այդ կաշառակիրությունը, այդ ամեն ինչը դեռ տրամաբանված ու անգամ հարգված մի բան էր։ Այս վերջի մի քանի տարին նա որ սենց Ուկրաինան ուզում է այդ ամեն ինչից ազատագրվի, բայց իրանց արյան մեջ էլ կա այդ մեր նման սովետի բանի տակ են եղել ու կաշառակիրությունը ավելի հարուստ, ավելի զարգացած բաներ ունեն, բնականաբար կոռուպցիան էլ էր ավելի մեծ մասշտաբների եւ ավելի, չէ, յուղոտ կտորները։ Եվ գողանալու բան էլ կար, ծորեն ես ուզում, խնդրեմ, ինչ ուզում ես, լիքն է այդ երկիրը։ Մի ծանոթ ունենք, ով որ այդ գործերի մեջ էր, ասում էր, որ լավ պատկերացնենք ինչ մասշտաբի բարի հողի մասին էր, բարեբեր հողի մասն էր խոսքը, իհարկե պայմանական, ասում են դու կարող ես տրակտորը, կոմբայնը, ծորեն հավաքող խոտայր գնար, մինչև մյուս օրը կգնար ու մի գծով կգնար ու կհավաքեր, այսինքն անծայրածիր դաշտերի մասին է խոսքը եւ էնել ես տեսել եմ այդ ծորենի դաշտերը, աչքդ ինչքան ծովին, տարածիորեն օվկիանոսի նման է, վերջը չի երևում։ Լավ, գովազդի չգնանք։ Գովազդի, այո, գովազդի պահն է հարգելի բարեկամներ, մեր հարգելի գործընկերներին ասենք շնորհակալություն, որ մեզ հետ են մեր կողքին, վերադառնանք եւ շարունակենք մեր քննարկումը։ Show R-Music հայերի ամենասիրելի ռադիոկայան։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Եկանք հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ բարի օր բոլորին, ովքեր մեզ հետ են, ուղիղ եթերը շարունակվում է, սա դեմ դիմաց հանդիպումն է, չորեքշաբթի աշխատանքային շաբաթը կիսել ենք, բայց գնում ենք առաջ, այո, լրահոսին ծանոթանալով։ Այս նկարն էի նոր նայում, Ռաֆայել, որ մեկը։ Այս որ 266 անց ձերբակալվել է եւ այլն։ Այո։ Այո, Կալաշնիկով ավտոմատներ։ Այդ հսկա բանի զենիտնի փամփուշտներ։ Ես իսկապես զարմանում եմ, էլի, ով որ բանակում եղել է, գիտի դա ինչքան դժվար է։ Ոչ միայն ավտոմատները, ես քանի անգամ բան եմ գնացել, հերթապահ, էլի,
ուրեմն դու ստանում ես հատիկ փամփուշտներն ա հաշվվում, Ռաֆայել։ Այդ ստորագրվում ա, զմրսվում ա ու դու ես վերցնում պատասխանատվությունը։ Մինչև հաջորդին այսպես։ Ոնց կարելի է որ Կալաշնիկով ավտոմատ գողանան ու ոչ մեկը չիմանա։ Համարով, ամեն ինչով դրան գրված են, որտեղ ումա պատկանում, ինչ անում։ Ոնց է սալինում, ես իսկապես չեմ կարողանում հասկանալ։ Ախր չես կարող փողոցից գնալ ու առնել դա։ Կռվից հետո ասում են շատ անօրինական զենք դրվեց շրջանառության մեջ, այս 20 թվականի պատերազմից հետո, որտեվ շատ անկանոն բաներ եղան, գնալ, գալ, SNN ու ասում են, որ այդտեղ բուստ եղավ էլի այդ քանակը։ Հավանաբար էլի այդ ընթացքում, հա։ Եվ գիտեք, ես ինչ եմ հիշում, շատ լավ եմ հիշում։ Ուրեմն մեր վերջին ծառայության կետը անում էր, քյավառում էր հենց քաղաքի մեջ, հա, հակաօդային պաշտպանության փոքրիկ բաներ, ուրեմն գումարտակեր։ Գյուղացիները գալիս էին մի քանի անգամ ինձ անձամբ, մի հատ նռնակ կծախես, մի հատ էս կանես, մի հատ են կանես։ Այ մարդ, մի օր նայում եմ, ասում եմ հայրիկ ջան, սովետական տարիներ եմ խոսում, լրիվ սովետական դեռ։ Ասում ինչի տապ այդ նռնակը։ Ասում դու լա ջայել ես չես հասկանա, ասում այն։ Չգիտեմ։ Իհարկե ես նման բան անել չէի կարող, որտեվ մի հատ փամփուշտի համար դիզբատ են գնում։ Դիզբատը զինվորական բանտն է, ամենահավոր բանն է։ Այնտեղ քայլել չկա, միայն վազում ես, պատկերացրեք, հա։ Ու շատ բոլորս վախենում են, դիզբատ որ ասում են դիսցիպլինարնի բատալյոն, այդ արդեն վերջն էր, շատ քչերն էին հետ գալիս այնտեղից։ Բայց փաստորեն հերո էին մտածում ավակ սերնդի ներկայացուցիչներ այն ժամանակ։ Ես հիմա իսկապես զարմանում եմ, էլի։ Էն էլ այդ սովետի պին տարիներ ում մտքով կանցներ, որ սովետը քանդվելու է շուտով։ Արվեստից խոսենք։ Թումանյանի թանգարանը վերանորոգում են եւ նորովի շուտով բացվելու է Երևանի սրտում գործող Երևանի Հովհաննես Թումանյանի տուն թանգարանը։ Իդեպ արդարության համար ասենք, որ Երևանի հետ այդքան էլ կապ չուներ Թումանյանը, այդ այստեղի Թումանյանի տուն թանգարան կոչվածը դա Թիֆլիսի իր բնակարանի կրկնօրինակն է, նույն ձևով սարքած, գույքով եւ այլն, բայց Երևանի Թումանյան փողոցի սկզբնամասում բարձրունքի վրա գտնվում է Թումանյանի թանգարանը, որտեղ վերակառուցման մի շարք աշխատանքներ են իրականացվում։ Ժաննա Անդրեասյանն է այսօր այնտեղ եղել, այլ գործիչներ են գնացել եւ մի շարք նկարներ են։ Դա իհարկե շատ լավ է, բայց ինձ գիտես Ռաֆայել, իսկապես այնքան հետաքրքիր կլներ, ես չգիտեմ որ դասարանում են ասենք Թումանյանը սկսում անցնել եւ ամենակարևորը հա, այդքան շուտ։ Հա, բանաստեղծություններ բաներ, երրորդ դասա։ Հա, բայց ոնց են ներկայացնում Թումանյանին մեր երեխաներին, էլի այնքան կարևոր է այդ առաջին հանդիպումը։ Ինչու է ինքը Թումանյան, ինչով է կլասիկ, ինչու է էս, ինչու են ժողովրդի խոսքն է, ժողովրդի ցավից է խոսել միշտ։ Այ այս տեսակ որ բան անեն, չէ, ներկայացնեն Թումանյանին։ Որտեվ իրոք ես ուրիշ հայ գրող չեմ ճանաչում, որ այդքան ժողովրդի անունից ու ժողովրդի խնդիրներից ու բաներից խոսի էլի։ Սկսած այն թվերից ամեն ինչով այդ քյոխվաներից, այդ ծանր վիճակից, այդ ամեն ինչից, մինչև իր վերջի տողը, ժողովրդին ծառայած արվեստագետ, որ ամեն իր ամբողջ բանը դրան անավերել։ Մեր ցավերի եւ այնքան թաքնված, օրինակ Անուշը, չէ, բոլորս կլասիկ ստեղծագործություն։ Անուշի հիմքում ինչ է հանգած։ Այդ մարդկային հիմարությունը, որ ինչա թե փոքր բանի համար, այն նրան ուզում սպանի, այն նրան ու բոլորը դառնում են դժբախտ, Անուշից սկսած մինչև վերջ։ Տեսեք ինչ, բայց դրա վրա ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Այդ շեշտ մի կաթիլ մեղրը։ Տեսեք ինչա, այսօրվա մեր ճիշտ այսօրվա պատմությունն է այնտեղ, որ ոնց մի կաթիլ մեղրից կարող է պատերազմ սկսվել։ Ու շատ էլի բաներ։ Էլ չեմ ասում իր սուրռեալիստական աշխատանքները։ Սուտլիկ Որսկանը օրինակ։ Իսկապես սուրռեալիստական աշխատանք է, հա։ Դանակ ուներ, բերան չուներ, գազան ուներ, տակ չուներ, շատ հետաքրքիր, ջուր չկար, հա։ Ասում է երկուսը մեռած էին, մեկի բերնումնեցկի շունչ չկար, բան, շատ է։ Շատ ուժեղ է, հա, շատ ուժեղ։ Բա Կիկոսի մահը, վայ Կիկոս ջան, վայ։ Ոնց է տեսել, գտել ու բան անում էլի։ Մեզ ոչ մեկը նման բան չէ դնում։ Եթե ես 50 տարիքում չկարդայի Թումանյան, ես երբեք չէի կարծի, որ այդ մարդը այդքան արժեքավոր մարդ է։ Այդ ուսուցիչները այդ արժե համակարգը պետք է ունենային, այդ ամեն ինչը ձեր ասացի պես իրենք պետք է կարեին, որ փոխանցեին աշակերտին։
Մենակ անգիր անելով մեր մեծերը ասում են մեր մեծը ասում են բայց դա մեծ ինչով է մեծ առաջ քարյակները ես էլ այս ավելի հասուն տարիքում որ սկսեցի բացահայտել քարյակները իր ասած երազումս մի մաքի մոտոց եկավ հարցմունքի բան եւ որ մեզ 5-րդ դասանում դա անգիր էին տալի մենք ուղղակի զուբրի տարած ուզում էինք ասեինք բան բայց մի հատ խոսեինք մի հատ հասկանայինք խոլոփիլի կամ աստված պահի քո բալին ոնց էր համը իմ ձակի բան մենք չենք հասկանում ինչի մասն է խոսքը հա այ այդ նրբությունները պիտի կարողանային փոխանցել ոչ թե 60 հատ գնա անգիրարը արի չգիտես լավ չասեցիր անգիր երկուս ես ինչ թվին մեծացել է այստեղ բանարել վերջանում էր որտե է թաղված անպայման պիտի ասեր ընկեր Հակոբյանը իսկ որտե է ինչ էր հա պիտի դու անպայման իմանայիր երբ հացնվել երբ այդ էր ամենակարևոր թվականը եղբայր ինչ կապ ունի որ թվականին հացնվել հաստատ այդ չի կորիզել էական է չի այստեղ հարցրեցի ChatGPT-ին տարական դասարաններում են անցնում հայկական դպրոցներում հիմնական ուսուցումը 5-րդ դասարանից է, բայց 3-րդ դասարանից Թումանյանի ստեղծագործությունները ներառված են հիմնականը, բայց 3-րդ դասարանում 10 տարեկան է անում, չէ՞։ Ես իմ 10 տարեկանում ի վիճակի եմ արդեն այդ ամեն ինչը բանանելու, չգիտեմ։ Նա ինչա, այդ պահնել է այդ արքիր, չէ՞, որ տարիքում ներկայացնես։ Որտեղ մի քիչ էլ շուտ ես ներկայացնում, դառնում է բան, ով հավեսունի այ մարդ, ոչ էլ կարող ես ընկալել։ Այն տարիքում, որ այդ համար էլ մասնագետները պետք է երևի, էլի, իհարկե պետք է, որ տարիքում ոնց է մաթեմատիկան, քիմիան, որ տարիքում են առաջի դասարանում չեն քիմիա սովորում, որտեղ ի վիճակի չի երեխան։ Նույնն էլ գիրգրականությունն է ախր։ Ոչ թե թող սովորի բանաստեղծությունը մեր մեծերի բանը, չէ, պես չի այդ անգիր անել մանավանդ որ ստիպում էին մեր մոտ հակակրանք էր առաջանում հասկացեք չէին ուզում անգիր անել եւ դա ինչ հիմարությունն է ստիպել մեկին մի բան անգիր անել ես դա չեմ հասկանում ամեն մարդ ինչ իրան դուրա գալիս նա է ասի դա դիկտատորական երկրներում էին տենց բան անում որ մտնի գլխիդ մեջ որ իդեոլոգիա բավոց մարդու բան անում անգիր անես զորով ես ամերիկայում տես բան չեմ տեսել որ ասեն այս բանը պիտի անգիր անես այն կարդում ենք էլ ինչ պետք ունենք անգիր անել չտեսեք ասենք գնա խորը փիլիսոփայական մի բան գրի ռեֆերատի նման ոնց էին կոչում հա աշխատություն փոխաբերությունը եւ փոխադրություն եւ շարադրություն փոխադրությունը շատ բարդ բան է Սամվելի կերպարը հայ գրականությունը դա փոխադրությունն է որ պիտի դու ուրիշ բառերով քեզ տալիս էին նյութը դու ուրիշ բառերով պիտի փոխադրություն անեիր կամ գիտես ինչ Ռաֆայել էս էլ իմ երազանքը կմնա երևի էլի ասենք Սիլվա Կապուտիկյան կամ Պարուս Սևա չէ որ մեծերը հա Սևա այդ դրանու չտա մեկ էլ թող դասատուն ասեր այս ինչ բանաստեղծությունում ես Սիլվա Կապուտիկյանի կամ Պարուս Սևակի այս մտքի հետ համաձայն չեմ Այմար դա կարող է մի ամբողջ աշխարհ բացել այդ երեխայի համար այսինքն որ նա մտածել որ պարտադիր չի կուլ տալ ինչ որ տալիս են պետք է նաև մտածել ինքդ մոտենալ մի րոպե եղբայր ասենք հա լավ բանաստեղծ բայց այս բանի հետ ես համաձայն չեմ ուզում որ սա այսպես լինի ոնց թե Պարուս Սևակն է ջանդամը թե Պարուս Սևակը չի ասել ցանկացած բառագայում հիմա տես Թումանյանը ինչու Թումանյան որ կարողացավ կաթողիկոսին ասես ընկեր ախպեր ջան կաթողիկոս ես ամենայն հայոց ես բանաստեղծ եմ ամենայն մի հատ քեզ զգաստ բայ ընկեր այ դրանում է դասական որ ինքը կապ չունի դիմացով է կանգնած որ ինքը կարող է իր վրա վերցնել համարձակությունը պատասխանատվությունը եւ մնացածը եւ հարց լուծել դες ուրիշները կասեն հա հայրապետը անդին մենք ոնց գնանք դες բանանեն կտա կսպանի դες Թումանյանը գնաց արճակատման եւ հետո ուրիշ բան էլ կա այստեղ էլի այդ ամեն ինչից զատ օրինակ իր գրական տեխնիկայի մասին էլի ինչու է ինքը այդքան հաջողակ մենակ մտածելով չի օրինակ ամենալավ օրինակներից մեկը Գիգորի առաջին նախադասությունն այսպես ասում գյուղացի համբույնությունը կռիվ էր ընկել իմանա եւ այ որ դասատուն այ տեսեք ստեղծագործությունը որ սկսում է այսպես ինտրիգով արդյունքին արդեն այդ արքիրա բա հետո ինչ է լինում սա տեխնիկական բան է էլի բայց արվեստի գործ է որ մարդկանց երեխեքի մոտ այդ բանը առաջանար մեզ արդեն այդ արքիրա հետո սա ասում ասա կոնֆլիկտից է սկսվում էլի քաոսի էկրանավորումը տեսել եք մեր դա որ չեմ ծաղելու բանը էլի
Այդ գիտես այն որ ասում էր պիտի գրվեց Ստանիսլավսկին, այդ պիտի գրվեց չի, այդ գերադրական աստիճանն այն Կիմ Երիցյանի կերպարը բանը այնտեղ ճիշտ է էլի այնտեղ Սոս Սարգսյան բան, բայց բաներ կա մեջը որ ախր գիտես որտեղից է գալիս շատ վատ ան կարճ ասած Վահրամ Փափազյան որ ասում է մեր ամենալավ դերա մեր ամենալավ դեր տեսել ես մնաց մի քանի րոպեանոց բան կա ես բռնեցի այդ լակոտին բզին ասես բաներ անում Այդ ադերասանությունը ձեր կարծիքով լավ է համեմատության մեջ է ամեն ինչ ում հետ ենք համեմատում որտեղ ամենավատ համեմատությունն է դե մենք չենք ունեցել ուրիշ ամենավատ համեմատությունն դե հա ու այդ գնաց այդ շկոլան փչացա մի ամբողջ կարծում եմ սա իր նման պետք աչքերը պետք ոլորես զենդ պետք այն sense բաներ անես այդ չի դերասանությունը եղբայր այդ չի լավ այդ ժամանակի մեջ բան բայց մի սարքեք դրանից աստված որ սա երեխեքը իրան նայեն ու ստայնեմ դերասանություն անեն Մեկն էլ թող վեր կենար քննադատեր ասեն հա մարդ ասում եք բայց մի հատ նայեք ստեղ նայեք այս խաղին եւ այլն պրոֆեսիոնալ մոտ չկա տենց բան մեր սրբությունը մեր մեծերը նա պլակատ են խփում փողոցում մեր մեծերը մի հատ նկար են դնում բա փոքրերը բա մենք ու չապրի որ մեծ չենք մեղավորենք մենք ասվածին համարցակություն չի եղել չեն կարացել չէ հնարավոր չէր ձեռնտուել չէր հիմա մեկը հիմա անում է հիմա կանեն հիմա չեն անի որ մնաց սովետական դիկտատուրայի ժամանակ հիմա բաներ են դնում բաներ են անում մտավորականությունը պետք է խոսի դուրս գա բան չէ վաճառվել է հմ 2 կոպեկ փողը տալիս է բոլորը միանգամից սկսում են երգել են երգերը որոնք պետք են չէ Okay, այստեղ բազմակետ դնենք ուրեմն շարունակելու ակնկալիքով Իմիջիալոց սեղանս էլ բավական թեթևացավ, այդ ավելորդ լարերից, բաներից ազատվեցի Այո, մեր ռադիոլսողներին ասենք Դերենիկի նոր միկրոֆոնը եւս մեկ անգամ եկել է շնորհավոր ասենք մի քանի համալրումներ եղավ, հուսամ ձայնի հետ կապված որոշ շաշտկումներ էլի կանենք, եթե հանկարծ այն չի Ես այսօրվա եթերի ձայնագրությունը կլսեմ, տեսնեմ ոնց է հեռարձակվել եւ կգանք եզրակացության